Իրանում ռազմական էսկալացիան արդեն դուրս է եկել զուտ քաղաքական հակամարտության շրջանակներից և տեղափոխվել համաշխարհային տնտեսության դաշտ։ Իրանը փակել է աշխարհի ամենակարևոր էներգետիկ ուղիներից մեկը՝ Հորմուզի նեղուցը։ Այդ նեղուցով իրականացվում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 1/5-ը։ Դրա փակումը համաշխարհային շուկաներում քաոս է առաջացրել։ Միացյալ Արաբական Էմիրությունները, Քուվեյթը եւ այլն հանդիսանում էին մեծ ֆինանսական կենտրոններ եւ այս պահին նրանց ոչ միայն նավային, այլ նաեւ օդային կապը աշխարհից փակված է եւ սա բերում է որոշակի կրիզիսային իրավիճակների, երբ որ այս պետությունները այսպես երկար տարիներ ապահովված լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգներից այս պահին չգիտեն կամ դժվարանում են հասկանալ, թե իրենց ապահովվածության աշճանը հետագայում որտեղից ակնկալեն։ Իրանի շուրջ ընթացող պատերազմի եւ Հորմուզի նեղուցի փակման հետևանքով տարածաշրջանը կանգնած է էներգետիկ ճգնաժամի վտանգի առաջ։ Նավթի, բենզինի եւ բնական գազի համաշխարհային մատակարարումները խաթարվել են, ինչն արդեն հանգեցրել է գնաճի։ Նեղուցով է անցնում աշխարհի նավթի եւ նավթամթերքների զգալի մասը, նաեւ հեղուկ բնական գազի որոշ մատակարարումներ դեպի արևելյան եւ հարավային Ասիա։ Գործընթացը, եթե պատերազմը շարունակվի, պարզա այս գործընթացը կանգ չի առնի։ Նկատում եմ նավթի գների թանկացումը։ Նույնը վերաբերում է նաև գազին, քանի որ Կատարը դադարեցրել է գազի արտահանումը, որի ամենամեծ շուկան Եվրոպան է, դա բերել է նա, որ Եվրոպայում գազի գները մոտավորապես 50%-ով թանկացել է։ Մասնագետների գնահատմամբ բենզինի եւ դիզվառելիքի գների աճը մեծացրել է տրանսպորտային եւ առևտրային ծախսերը։ Նավթի գինը հասել է $82, արձանագրելով շուրջ 13% աճ։ Հեղուկ բնական գազի գինն էլ ավելացել է մոտ 40%-ով։ Փոփոխությունները զգալի են արդեն իսկ նավթի գինը, որը մի քանի օր առաջ $60 բարելի համար բարձրացել է եւ շուտով ակնկալվում է, որ $100 եւ ավել կհատի, ոսկե գինն է թանկանում, դոլարն է ընկնում։ Այստեղ խնդիրը նրանում է, որ պարսկական ծովացողից եկող նավթը եւ այլ նավթամթերքը կազմում է ընդհանուր աշխարհի արտադրության 20%-ը եւ սա տարբեր խնդիրներ է առաջացնում, հատկապես Եվրոմիության համար։ Տարածաշրջանի երկրները, մասնավորապես Հայաստանը, կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։ Տնտեսագետները նշում են, առանց այդ էլ բնական գազի մատակարարումները սահմանափակ էին։ Հայաստանն ունի ցամաքային սահման Իրանի հետ եւ ռազմական լարվածությունը կարող է խաթարել նաև ներմուծման ուղիները, լրացուցիչ ճնշում գործադրելով տնտեսության վրա։ Սա ընդհանուր ազդում ամբողջ աշխարհում բենզինի գների թանկացմանը։ Այս պայմաններում իսկ Միացյալ Նահանգները, որը նավթի խոշոր արդյունանող է, բենզինի գները թանկացել է։ Այսինքն ամենուրեք բենզինի գները թանկանալու է, այդ թվում նաև Հայաստան։ Դա կազդի նաև գազի գների վրա։ Եթե Հորմուզի նեղուցը երկար ժամանակ փակ մնա, էներգետիկ ճգնաժամը կարող է վերաճել տնտեսական եւ սոցիալական ճգնաժամի, իսկ Իրանն այս հարցում վճռական է տրամադրված։ Իսլամական պետությունը հայտարարել է, որ առանց բացառության կհարվածի ցանկացած նավի, որը կփորձի անցնել նեղուցով։ Աշխարհագրությունն այս պահին կրկին դարձել է քաղաքական եւ տնտեսական գործընթացների առանցքային գործոն։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։